Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել Կոպենհագենում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սոցցանցի իր էջում գրել է վարչապետը։ Ադրբեջանի նախագահը Կոպենհագենում հանդիպել է նաև Մոլդովայի նախագահի հետ։ Սամդուն շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների վկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության նորակարգում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ։ Ալիևն էլ նշել է, որ այդ արդյունքները պատմական նշանակություն ունեն երկու երկրի հարաբերությունների համար։ Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ ՆԳ նախարար Շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանին։ Կողմերը քննարկել են ներքին գործերի ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունները, պայմանավորվել փոխադարձ այցերի եւ համատեղ օրակարգի մշակման շուրջ։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Հայաստանի եւ ԱՄԷ-ի վարորդական վկայականների փոխադարձ ճանաչում։ Սա հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին ԱՄԷ-ում օգտվել ազգային վարորդական իրավունքից, իսկ մշտական բնակության դեպքում փոխանակել այն առանց տեսական եւ գործնական քննություններին։ Նախարարներն ընդգծել են, որ փաստաթուղթը կնպաստի գործակցության խորացմանը եւ քաղաքացիներին կազատի ավելորդ բյուրոկրատական խոչընդոտներից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ փոխհատուցման սահմանաչափը բարձրացվում է 12-ից մինչև 20%, առավելագույնը մինչև 10,000 դրամ։ Օրինագիծը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից։ Նախարարի խոսքով, օրինակ 50,000 դրամ կենսաթոշակը անկանխիկ գնումներով կարող է դառնալ 60,000։ Ծրագիրը միաժամանակ կխթանի հարկերի վճարումն ու ստվերի կրճատումը։ Այս պահին դրանից օգտվում է 350,000 կենսաթոշակառու, իսկ գյուղական փոքր համայնքներում արկա սահմանափակումները ըստ նախարարի էական չեն։ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նոր նախագահ է ընտրվել Հռիփսիմե Մեհունանյանը։ Քվեարկությանը մասնակցած բոլոր 61 պատգամավորները կողմ են քվեարկել։ Գեղարքունիքի մարզի Բուշ հիմնարկներում 2025 թվականի միայն սեպտեմբեր ամսին ծնվել է 163 երեխա, 86 տղա, 77 աղջիկ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունից հայտնում են, որ 99 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 Գավառի, 23 Սևանի, 11-ը Վարդենիսի բժշկական կենտրոններում։ Իսրայելական ուժերը կալանել են Գազա օգնություն տեղափոխող համաշխարհային անդրվելիության նավատորմի 13 նավը եւ ձերբակալել որոշ ակտիվիստների, այդ թվում շվեդ Գրետա Թունբերգին։ Նավատորմը բաղկացած է 40-ից ավելի նավից, շուրջ 500 մարդու մասնակցությամբ։ Իսրայելն առևանգումը որակել է որպես ծովային շրջափակման խախտում, իսկ ակտիվիստները որպես անօրինական գործողություն։ Հունաստանում, Իսրայելում, Թունիսում եւ Թուրքիայում անցկացվել են բողոքի ցույցեր։ Կոլումբիայի նախագահը այն անվանել է միջազգային հանցագործություն եւ դադարեցրել Իսրայելի հետ առևտրային համաձայնությունը։ Իռլանդիան, Թուրքիան եւ Պակիստանը խստորեն դատապարտել են գործողությունը։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Չեռնոբոլի ատոմակայանում էլեկտրաէներգիայի անջատումը արտակարգ իրավիճակ է առաջացրել։ Անջատում է տեղի ունեցել ԱԷԿ-ի ավերված 4-րդ ռեակտորային բլոկում։ Ներկայում մասնագետներ աշխատում են ատոմակայանի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։